Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, որը տեղի է ունենալու օգոստոս ամսին, մասնավորապես օգոստոսի 12-ին, եւ պատկերացնում եք, թե ինչ կարևոր իրադարձություն է մեզ սպասվում օգոստոս ամսին, որ ես այդ հոլովակը դեռևս փորձում եմ ձեզ հասցնել հունիս ամսվա կեսերին։ Սիրելիներս, ես խոսելու եմ արևի ամբողջական խավարման մասին, որը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին առյուծի 20 աստիճանում։ Եվ քանի որ արևի խավարումները սովորաբար մեր կյանքում առաջացնում են շատ լուրջ փոփոխություններ, շատ լուրջ խնդիրներ, ինչու չէ նաև շատ մեծ հնարավորություններ, ուստի այս խավարմանը պետք է պատրաստվել հոգեբանորեն, որովհետև ես նաև կնշեմ, թե խավարման ժամանակ ինչպիսի ասպեկտացիաներ ունենք և որ նշանների համար, որ ոլորտներում սպասել այս լուրջ փոփոխությունները և պետք է պատրաստ լինենք պարզապես դրանց։ Սիրելիներս, արևի ամբողջական խավարում ամեն տարի չէ, որ լինում է։ Այսինքն խավարումները սովորաբար տեղի են ունենում տարվա կտրվածքով 4 անգամ, 2 լուսնի խավարում, 2 արևի խավարում։ Եվ մենք արդեն երկուսը ունեցել ենք մարտ ամսվա ընթացքում, սակայն խավարումները տեղի են ունենում այնտեղ, որտեղ գտնվում են հյուսիսային և հարավային կետերը։ Եվ քանի որ հյուսիսային հարավային կետերը արդեն տեղափոխվել են ջրհոս և առյուծ առանցքի վրա, նշանակում է խավարումները սպասվում են այստեղ։ Իհարկե, օգոստոս ամսին մենք ունենալու ենք նաև երկրորդ խավարումը, լուսնի խավարումը, որը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ձկների 4 աստիճանում, սակայն քանի որ հյուսիսային կետը այս պահին արդեն գտնվում է ջրհոսի նշանի ներքո, նշանակում է օգոստոսի 28-ի խավարումը շատ թույլ է լինելու և շատերս անգամ չենք զգալու նրա ազդեցությունը մեր կյանքի վրա, և նշանակում է, որ իհարկե օգոստոս ամսվա կանխատեսումներում ես կանդրադառնամ այս խավարմանը նույնպես, սակայն պետք է մենք պատրաստ լինենք օգոստոսի 12-ի արևի ամբողջական խավարմանը։ Նշեմ նաև, որ խավարումները լինում են, արևի խավարումները 3 տեսակի, լինում են մասնակի խավարումներ, լինում են շրջանաձև խավարումներ և ամբողջական խավարումներ, և իհարկե ամենից ուժեղը արևի ամբողջական խավարումն է, որը այս տարի տեղի կունենա օգոստոսի 12-ին, ինչպես նշեցի, և հաջորդ արևի ամբողջական խավարումը տեղի կունենա արդեն 2027 թվականի օգոստոսի 2-ին կրկին առյուծի նշանի ներքո։ Սիրելի ընկերներ, սա նշանակում է, որ այն իրադարձությունները, որոնք տեղի կունենան օգոստոս ամսվա ընթացքում, նրանք մեզ համար կարող են լինել շուրջ 1 տարվա կտրվածքով, այսինքն այս լարվածությունը, այս փոփոխությունները տեղի կունենան մեր կյանքում 1 տարվա կտրվածքով և նրանք իրենց ավարտը կունենան միայն 2027 թվականի օգոստոս ամսին, նշանակում է մենք այստեղ պետք է պատրաստ լինենք։ Նշեմ, որ արևի ամբողջական խավարումը մենք Հայաստանից դիտել չենք կարող, քանի որ այն հիմնականում երևալու է հյուսիսային կիսագնդում, Ռուսաստանի հյուսիսային շրջաններում, Իսլանդիայում, Իսպանիայի հյուսիսում, Պորտուգալիայի հյուսիսարևելյան հատվածներում, և այս խավարման տևողությունը լինելու է 1 ժամ 56 րոպե։ Հայաստանում խավարումը կդիտարկվի օգոստոսի 12-ի երեկոյան 22:31 րոպեից և բնականաբար այդ ժամին մենք արդեն արև չենք ունենա երկնքում և նշանակում է մենք այնքան էլ չենք նկատի արևի վրա կատարվող փոփոխությունները։ Դե ինչ սիրելիներս, այժմ ես խոսեմ, թե այս խավարման ժամանակ մենք ինչ ասպեկտացիաներ ունենք։
Նախ նշեմ, որ տեսեք արևի խավարումը տեղի ունենում առյուծի նշանի ներքո, որտեղ հունիսի 30-ից մուտք է գործում մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը։ Ուստի պետք չէ վախենալ այս խավարումից, քանի որ Յուպիտերի ազդեցությունը մեր կյանքի վրա դրական է։ Ես Յուպիտերի մասին ունեմ առանձին հոլովակ, եթե դեռ այն չեք դիտել, կարող եք գտնել իմ էջում։ Հղումը կթողեմ այս հոլովակի ներքո, սիրելիներս, եւ նշանակում է այս խավարումը մի փոքր ավելի, կարելի ասել, դրական միտում է ունենալու մեր կյանքի վրա, որովհետև Յուպիտերը անմիջապես մասնակցում է այս խավարման ընթացքին։ Այս օրը, օգոստոսի 12-ին, ունենք մի քանի ասպեկտացիաներ, որոնք մեր կյանքում կարող են առաջացնել որոշակի իրավիճակներ։ Հիմա ես նշեմ, թե ինչպիսի։ Նախ այսօրը մենք ունենք Մերկուրի Պլուտոն ընդդիմությունը, սիրելիներս, Մերկուրին արդեն առյուծի նշանի ներքո կլինի, առյուծի 5 աստիճանում, Պլուտոնը ջրհոսի 5 աստիճանում, եւ այս երկուսը կկազմեն ընդդիմություն, ինչը այս օրերին կստեղծի քաոս ինֆորմացիոն դաշտում, ինֆորմացիոն լարվածություն կստեղծի, եւ նաեւ շատերի մոտ ցանկություն կառաջանա բացահայտել ինչ-որ գաղտնիքներ, կլինեն դրանք պետական գաղտնիքներ, այս օրերին մենք ականատես կլինենք շատ գաղտնիքների բացահայտմանը։ Նաեւ այս օրերին շատ են ակտիվանում կեղծ տեղեկություն տարածողները, այսինքն նաև կեղծ ոչ իրական ինֆորմացիան կարող են մեզ հրամցնել իրականի փոխարեն։ Սակայն այսօրը մենք ունենք նաև լավ ասպեկտացիաներ Մերկուրի եւ Ուրանի միջև ունենք, Մերկուրին առյուծի նշանի ներքո է նշեցի, իսկ Ուրանը, սիրելիներս, երկվորյակներում է։ Դե իմ սիրելի ընկերներ, Ուրանի մասին իհարկե նույնպես ունեմ առանձին հոլովակ, եւ եթե դեռ չեք դիտել, կարող եք այն լսել եւ հասկանալ, թե Ուրանը առաջիկա 7 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ է առաջացնելու երկվորյակներից ձեր կյանքում, եւ իհարկե այստեղ այս սեքստիլը այն դրական, ուրեմն ասպեկտացիա է, 60 աստիճան է սեքստիլը կազմում, եւ այս երկուսի ուրեմն սեքստիլը բերում է բարդ խնդիրները լուծելու հեշտ տարբերակներ, եւ ընդհանրապես եթե դուք զբաղվում եք օրինակ բիզնեսով, հաճախորդների հետ, այստեղ շատ հեշտ են ստացվում շփումները, համոզելու ունակությունն է այստեղ ուժեղանում, նաեւ ուժեղ տրամաբանություն կարող ենք ունենալ այս օրը։ Թեպետ խավարումներին սովորաբար մեր ուղեղը մթագնած է լինում, այսինքն ամեն ինչ չէ, որ մենք հստակ պատկերացնում ենք, սակայն այս ասպեկտացիան մեզ օգնելու է։ Երրորդ ասպեկտացիան, որի մասին խոսելու եմ, սա արդեն Վեներա, Ուրան մոլորակների սեքստիլն է, նշեցի կրկին, սեքստիլը շատ լավ ասպեկտացիա է, եւ սա արդեն շատ դրական է ազդելու մեր անձնական կյանքի վրա, մեր ֆինանսական հարցերի վրա, այստեղ կարող է տեղի ունենալ ակնթարթային սիրավեպ եւ նույնիսկ այնպիսի մարդկանց կարող ենք հավանել, շփվել, որոնք մեզ ընդհանրապես դուր չեն գալիս, մեր ճաշակով չեն, որովհետև Ուրանը այստեղ տալիս է անակնկալ իրավիճակ, այստեղ կարող են լինել անակնկալ ֆինանսական ձեռքբերումներ, հատկապես եթե մարդը զբաղվում է ինչ-որ ստեղծագործական աշխատանքով, արվեստի ինչ-որ ճյուղով։ Սիրելիներս, այսքանը օգոստոսի 12-ի ասպեկտացիաների մասին, այժմ ես խոսեմ, թե այս խավարումը, արևի ամբողջական խավարումը յուրաքանչյուր նշանի համար ինչ ազդեցություն կարող է թողնել եւ որ ոլորտի վրա։ Սիրելի խոյեր, այս խավարումը ձեզ համար տեղի է ունենում ձեր 5-րդ ոլորտում եւ պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ այն իր ազդեցությունը շուրջ 1 տարի է թողնելու։ Սովորաբար խավարումները մեր կյանքի վրա ազդում են մոտավորապես 3-ից 4 ամիս, սակայն քանի որ այս խավարումը կրկնվելու է 2027 թվականի օգոստոս ամսին,
կրկին առյուծի նշանի ներքո, այն ազդելու է ձեր 5-րդ ոլորտի վրա և 1 տարի ձեր կյանքում այնպիսի իրավիճակ է լինելու, որ դուք, ասենք, պետք է զբաղվեք ինչ-որ ստեղծագործական աշխատանքով, կամ շատ խոյերի կյանքում երեխաների թեման է լինելու շատ արդի։ Հնարավոր է նաև խոյերի մոտ լինեն բուռն սիրահարվածություններ, չէ՞ որ նշեցի այս խավարման ժամանակ Վեներայի և Ուրանի միջև գոյություն ունի տրինասպեկտ և այստեղ շատ խոյերի մոտ կարող է խոստանալ բուռն սիրահարվածություն, որը կտևի մինչև 2027 թվականի օգոստոսը։ Սիրելիներս, 5-րդ ոլորտը նաև այն ամենն է, ինչը մեզ հաճույք է պատճառում։ Ենթադրենք դուք ունեք հոբի, դուք ունեք սիրած զբաղմունք, սիրած աշխատանք, այսինքն այստեղ սպասվում են բուռն հնարավորություններ, որպեսզի ձեր հոբին վերածեք եկամտաբեր աշխատանքի։ Ցուլերի համար այս խավարումը տեղի է ունենում 4-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, այս խավարումը ձեր արևի նկատմամբ մի փոքր լարվածություն է ստեղծում, քանի որ այն 90 աստիճան քառանկյուն է ստեղծում ձեր արևի նկատմամբ և ուրեմն հատկապես այն ցուլերը, ովքեր ծնվել են մայիսի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում, նրանց կյանքում ավելի ուժգին կարտահայտվի այս խավարման հետևանքը և սիրելիներս 4-րդ ոլորտը, ինչպես գիտեք, մեր տունն է, մեր անշարժ գույքն է, մեր տան անդամներն են, այստեղ կարող են սպասվել լուրջ փոփոխություններ, միգուցե տան անդամներից ինչ-որ մեկը կամ ուսնանա, կամ միգուցե նոր բնակարան կգնեք, կամ միգուցե երեխա կծնվի ձեր տան մեջ, կամ դուք կփորձեք հիմնովին փոխել ձեր ապրելու վայրը։ Այո, սիրելիներս, 4-րդ ոլորտը նաև ապրելու վայրն է, հնարավոր է շատ ցուլեր տեղափոխվեն այլ երկիր ապրելու։ Սիրելի երկվորյակներ, այս խավարումը տեղի է ունենում ձեզ համար 3-րդ ոլորտում։ Իսկ 3-րդ ոլորտը հենց երկվորյակների նշանն է ընդհանուր աստղաբանության մեջ, ինչը ներկայացնում է տեղեկատվությունը, ինչը ներկայացնում է ճամփորդությունները, դասընթացները, փաստաթղթային հարցերը, ինչպես նաև շատ երկվորյակների մոտ կդիտարկվի անակնկալ իրավիճակներ կապված իրենց քրոջ կամ եղբոր հետ, կապված իրենց հարևանների հետ, կապված իրենց տրանսպորտային միջոցների հետ, այսինքն շատ անակնկալ հնարավոր է այս ժամանակահատվածում ավտոմեքենան վաճառեք, կամ հակառակը, մինչ այդ չեք մտածում ավտոմեքենա ձեռք բերելու մասին, այժմ գնեք նոր ավտոմեքենա։ Իհարկե, ձեր նշանի ներքո է գտնվում Ուրան մոլորակը, որը այս ամենին բերում է անակնկալ ակնթարթային լուծումների իրավիճակ, այսինքն այնպիսի մի բան է տեղի ունենալու, որի մասին դուք անգամ այսօր ենթադրել չեք կարող։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար այս արևի խավարումը տեղի է ունենում 2-րդ ֆինանսական դաշտում։ Սիրելիներս, այստեղ գտնվում է նաև Յուպիտեր մոլորակը և շատ խեցգետինների համար այս 2-րդ ֆինանսական դաշտը սկսած 2026 թվականի ամառվանից, արդեն կարելի է ասել հուլիս-օգոստոս ամիսներից արդեն իրեն զգացնել կտա և օգոստոսի 12-ի խավարումը, այս ամբողջական խավարումը ձեր 2-րդ ֆինանսական դաշտում կարող է առաջացնել ֆինանսական մեծ հնարավորությունների աճ, այսինքն այստեղ հնարավոր է ձեզ լավ աշխատանք առաջարկեն, նոր եկամուտներ ունենաք, նոր մարդկանց հետ հանդիպեք, նոր հաճախորդներ ուրեմն ավելանան ձեր կյանքում և այստեղ շատ խեցգետինների մոտ ուրեմն գումարի գրպանը շատ կշատանա։ Առյուծների մոտ բնականաբար սա առաջին ոլորտն է և առյուծները հանդիսանում են այս ուրեմն խավարման հերոսները։ Ինչու հերոսները, որովհետև առյուծի նշանի ներքո է տեղի ունենում հենց այս խավարումը և հատկապես այն առյուծները, ովքեր ծնվել են օգոստոսի 8-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում, նրանք առավել ուժգին կզգան
այս խավարման ազդեցությունը։ Սիրելի առույցներ, ձեր կյանքը ամբողջությամբ պետք է փոխվի, որովհետև երբ խավարումներ են տեղի ունենում, նրանք մեր կյանքը բաժանում են երկու մասի։ Սակայն վախենալ այս խավարումից պետք չէ, որովհետև անգամ եթե օգոստոս ամսին դուք կանցնեք որոշակի սթրեսային իրավիճակներով, որոշակի լարվածություններով, խնդիրներով, այն ձեզ համար բացելու է նոր դուռ և նոր հնարավորություններ, և առույցների կյանքը ամբողջությամբ պետք է փոխվի։ Դա կարող է կապված լինել իհարկե և անձնական հարթակի հետ, և ֆինանսական ձեռքբերումների հետ։ Ես բազմիցս նշել եմ, որ առաջին ոլորտը սա այն ոլորտն է, որը մեզ այս պահին, սա այն խնդիրն է, այն հարցն է, որը մեզ այս պահին շատ կարևոր է, և նշանակում է, եթե այս պահին կա անձնական որևիցե հարց, կամ միգուցե առողջության հետ կապված ինչ-որ հարց, ուրեմն այդ հարցի հետ կապված կունենաք որոշակի սթրեսային իրավիճակ, որից իհարկե պատվով դուրս կգաք և կլինեք հաղթող։ Կույսերի մոտ, սիրելի կույսեր, այս խավարումը տեղի է ունենում ամենափակ ոլորտում, 12-րդ ոլորտում, և շատ կույսերի մոտ ցանկություն կառաջանա բացահայտելու գաղտնիքներ, իսկ եթե դուք ունեք անձամբ ձեր գաղտնիքները, ապա ուշադիր եղեք, որպեսզի դրանք չբացահայտեն մարդիկ։ Շատ կույսերի մոտ կառաջանա ըմբոստության զգացում, սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին այս խավարման ժամանակ ընդդիմության մեջ է Պլուտոն մոլորակի հետ, և նշանակում է, այստեղ պետք է նաև շատ ուշադիր լինեք ձեր առողջությանը։ Կշեռքների մոտ այս խավարումը տեղի է ունենալու 11-րդ ոլորտում։ Սիրելի կշեռքներ, այս խավարման ասպեկտացիան ձեր անձնական արևի նկատմամբ բարեհաճ է և նշանակում է վախենալ պետք չէ։ Շատ կշեռքների մոտ հնարավորություններ կարող են բացվել մեծ կոլեկտիվներում աշխատելու, օնլայն հարթակում աշխատելու, կամ միգուցե բիզնես էջեր վարելու, նաև այստեղ կշեռքների մոտ մրցույթների, մրցանակներ շահելու հնարավորությունն է ավելանում։ Կարիճների մոտ մի փոքր լարվածություն կարող է լինել, սիրելի կարիճներ, այս խավարումը տեղի ունենում ձեր 10-րդ ոլորտում, ինչպես ցուլերի մոտ, այնպես էլ ձեզ մոտ, այն լարված քառանկյուն է ստեղծում ձեր անձնական արևի նկատմամբ, և հատկապես այն կարիճները, ովքեր ծնվել են նոյեմբերի 9-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածում, նրանց կյանքում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ կապված իրենց անձնական հարթակի հետ, կապված իրենց կարիերայի, պաշտոնի հետ, և շատ կարիճների մոտ կարող է տեղի ունենալ ինչպես ամուսնություն, այնպես էլ, սիրելիներս, կարող է տեղի ունենալ ցավոտ ամուսնալուծություն, սակայն խավարումներին պետք է նայել նաև ուրիշ տեսանկյունից, որովհետև երբ խավարումները գալիս են, նրանք մեզ դրդում են անել քայլեր, որոնք մենք շատ վաղուց, շատ երկար տարիներ չէինք համարձակվում անել։ Ուստի, սիրելի կարիճներ, այս խավարումը ձեզ կձերբազատի տանջող խնդիրներից, որոնք ունեք անձնական հարթակում, կամ ինչու չէ ձեր պաշտոնի կամ կարիերայի հետ կապված։ Շատ կարիճների մոտ նաև հնարավոր է երեխաների ծնունդ։ Աղեղնավորների մոտ սա իհարկե 9-րդ ոլորտն է։ Սիրելի աղեղնավորներ, ձեր գլխավոր մոլորակ Յուպիտերը նույնպես գտնվում է այստեղ 9-րդ ոլորտում, և ձեզ համար կարելի է ասել տոն է լինելու շուրջ 1 տարի։ 9-րդ ոլորտը օտարերկրներն են, օտարլեզուներն են, դատական ատյաններն են, փաստաթղթային հարցերն են, սիրելիներս, ուսումնական ծրագրերն են, պետական հաստատություններն են, ընդհանրապես ինքնազարգացման ծրագրերն են, և շատ աղեղնավորների մոտ բուռն առաջընթաց կարող է լինել, և շատերը միգուցե ցանկություն կունենան տեղափոխվելու այլ երկիր։ Եթե դուք ունեք, օրինակ, դատական խնդիրներ, կամ պետական հաստատությունների հետ կապված խնդիրներ, կամ միգուցե վիզա ստանալու խնդիր, ապա այս օրերին հնարավոր է, որ շատ անակնկալ կերպով լուծվի ձեր այդ խնդիրը։
Եվ շատ աղեղնավորներ միգուցե նաև կմտածեն ինչ որ պետական հաստատությունում աշխատելու մասին, միգուցե կմտածեն օտար լեզու սովորելու մասին, միգուցե կմտածեն նաև օտար երկրում ապրելու մասին։ Այցեղջյուրների մոտ, սիրելի այցեղջյուրներ, սա ֆինանսական ոլորտ է, 8-րդ ոլորտն է և նշանակում է այս խավարումը կարող է առաջացնել մի փոքր ֆինանսական լարվածություն կապված բանկերի հետ, կապված հիպոթեկի հետ, կապված ֆինանսավորող կազմակերպությունների հետ, կապված ժառանգության հարցերի հետ, ուրեմն տեսեք սիրելիներս, սակայն այս լարվածությունը ձեզ չի կարող այնքան երկար պահել, որովհետև դուք անմիջապես կարողանում եք սթրեսային իրավիճակներից շատ արագ դուրս գալ և այս խավարումը ձեզ համար այդ սթրեսից հետո կբացի նոր հնարավորություններ, նոր դռներ, որպեսզի ձեր ֆինանսները կարգավորեք և շատ այցեղջյուրների մոտ սիրելիներս ուրեմն 8-րդ ոլորտը խոսում է այն մասին, որ նրանց կյանքում կարող է շատ անակնկալ այնպիսի մարդ հայտնվել, որի հետ կգտնվեք գաղտնի սիրային հարաբերություններում։ Ջրհոսների մոտ, սիրելի ջրհոսներ, դե ինչ շնորհավորում եմ, երկրորդ հերոսները առույցներից հետո դուք եք, որովհետև ջրհոսների մոտ տեղի է ունենում 7-րդ ոլորտում այս արևի խավարումը և այն նույնպես կարող է որոշակի լարվածություն ստեղծել ձեր անձնական արևի նկատմամբ, հատկապես այն ջրհոսների հետ կապված, ովքեր ծնվել են փետրվարի 8-ից մինչև 13-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելիներս, ձեր կյանքում կարող են տեղի ունենալ ցավոտ ամուսնալուծություններ, ինչու չէ նաև այստեղ կարող է տեղի ունենալ շատ ակնթարթային սիրային հանդիպումներ, չէ որ ձեր գլխավոր մոլորակ Ուրանը այս պահին տրին ասպեկտի մեջ է Վեներա մոլորակի հետ, ինչը նշանակում է, որ այս խավարումը կարող է ձեր կյանքում վերջացնել մի փուլ, բայց միևնույն ժամանակ նաև բերել մեկ այլ հնարավորություն անձնական կյանքը կառուցելու կամ ինչու չէ ձեր կարիերան կառուցելու առումով։ Շատ ջրհոսների համար օգոստոս ամիսը լինելու է լարված, սիրելիներս, որովհետև այստեղ է գտնվում նաև Յուպիտեր մոլորակը, այն ձեզ պարգևելու է շատ հաճախորդներ, շատ ընկերական հանդիպումներ, ինչը թույլ չի տալու, որ դուք կենտրոնանաք ձեզ համար կարևոր, ասենք աշխատանքի վրա կամ անձնական հարթակի վրա, սակայն սիրելիներս նշեմ, որ քանի որ Յուպիտերը 7-րդ ոլորտում է, այնքան էլ պետք չէ վախենալ այս խավարման ազդեցությունից, բայց պատրաստվեք, որովհետև ձեր կյանքը իրոք պետք է փոխվի և մինչև 2027 թվականի աշունը արդեն ջրհոսների և առույցների մոտ պետք է լինեն հստակ փոփոխություններ, չեն լինելու այնպիսի ջրհոսներ, որոնց կյանքը ինչ-որ չափով փոփոխված չլինի, կապված իրենց ապրելու վայրից, կապված իրենց ամուսնական կարգավիճակի հետ, միգուցե նաև կապված իրենց աշխատանքի հետ։ Եվ իհարկե մեր վերջին նշանը ձկներն են, սիրելի ձկներ, վերջապես արդեն խավարումները տեղի են ունենում այլ առանցքի վրա, ձեզ հանգիստ են տալիս, իհարկե օգոստոսի 28-ին նշեցինք, որ դեռևս ձկների 5 աստիճանում ունենք լուսնի խավարում, այն թույլ է ազդելու առհասարակ, որովհետև այն հյուսիսային կետից բավականին հեռու է ընկնում այս խավարումը, սակայն ձեզ համար օգոստոսի 12-ի խավարումը բերելու է հարցեր, որոնք կապված են միգուցե աշխատանքային գործընթացների հետ, միգուցե նաև ձեր առողջության հետ։ Սիրելի ձկներ, պետք է շատ ուշադիր լինեք օգոստոս ամսին ձեր առողջության նկատմամբ և մի փոքր անգամ ուրեմն վատ ինքնազգացողության դեպքում պետք է անպայման ախտորոշվել, բժշկի գնալ, որովհետև սովորաբար այս խավարումները մեր կյանքում լարվածություն, սթրես առաջացնում են այն ժամանակ, երբ մենք երկար ժամանակ անտեսում ենք մեր խնդիրները։
Եվ սիրելիներս, նաև այս խավարումը ձեր կյանքում կարող է բերել հնարավորություն լրիվ այլ տեղում, լրիվ այլ աշխատանքի անցնելու մասին։ Այսինքն մի աշխատանք ձեզ կարող են առաջարկել, որի մասին դուք անգամ չէիք կարող երազել։ Դե ինչ սիրելիներս, այսքանը օգոստոսի 12-ի մեզ սպասվող արևի ամբողջական խավարման մասին։ Եթե հավանեցիք հոլովակը, խնդրում եմ հավանել այն և ուրեմն բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ինձ բաց չթողնեք ձեր տեսադաշտից։ Շնորհակալ եմ ինձ լսելու համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։